Հայաստանի ընդդիմադիր դաշտի և նախկինների հետ առնչություն չունեցող ChatGPT-ին հարցրի Հայաստանի որ ղեկավարի օրոք է ամենաշատ ռազմական էսկալացիա և պատերազմ եղել, պատասխանեց հետևյալը. Նիկոլ Փաշինյանի վարչապետության ընթացքում Հայաստանը անցել է մի քանի ռազմական սրացման կամ պատերազմական իրավիճակի միջով։ Ամենախոշորը հիմնականում հետևյալներն են. 2020 թվականի պատերազմ 44 օր, 2021 թվականի սահմանային բախումներ, մայիսից սկսած ադրբեջանական զորքերը մտան Հայաստանի սահմանային հատվածներ, Սյունիքի մարզ, Եղարքունիքի մարզ, տարբեր ժամանակահատվածներում եղել են կրակոցներ և լարվածություն, 2022 թվականի սեպտեմբեր պատերազմական բախումներ, սեպտեմբերի 13-ից 14-ը լայնածավալ մարտեր Հայաստանի տարածքում, հարվածներ հասցվեցին քաղաքներ, ջերմուկ եւ այլն։ Սա արդեն համարվում է Հայաստանի տարածքի վրա ամենախոշոր հարձակումը 2020 թվականից հետո։ Ամփոփում է ChatGPT-ն. Մեկ լիարժեք մեծ պատերազմ, մեկ խոշոր ռազմական էսկալացիա, շարունակվող սահմանային բախումներ 2021 թվականից հետո։ Հայաստանի գրեթե բոլոր ղեկավարների, բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի օրոք, Հայաստանում տեղի ունեցել ռազմական էսկալացիաներ և պատերազմ։ Դուք բարբերաբար ասում եք, որ հաստատված խաղաղություն կա, ուր է, կրակոց չկա, ցույց տվեք, ասեք զոհեր կան, թե ոչ, բայց առնվազն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դուք ունեք տնային առաջադրանք եւ քանի այդ առաջադրանքը չեք կատարել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։ Հիմա, պարոն Փաշինյան, պարզ հարց, ում վրա եք ծախում, այսպես ասած, խաղաղություն բառը, եթե դուք այն միակ ղեկավարն եք, ում օրոք այսքան պատերազմ եւ այսքան ռազմական էսկալացիա է տեղի ունեցել, եւ ձեր կառավարման առնվազն 7 տարվա ընթացքում Հայաստանի ժողովուրդը մշտապես եղել է ստրեսի, դեպրեսիայի եւ պատերազմի մեջ։ Ես զարմանում եմ, ինչի եք ChatGPT-ին հարցնում, դուք Հայաստանում չեք եղել այդ ողջ ընթացքում։ Մի րոպե, սպասեք, ես լուր ձեզ լսում էի, դուք էլ ինձ լուր լսեք, էլի։ Երկրորդը, ChatGPT-ին հարցնելու կարիք չկա։ Այդ ամեն ինչը տեղի է ունեցել մեր բոլորի աչքի առաջ եւ մեր կյանքում, մեզ հետ։ Եվ այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանը ձեռքաբերել իրական անկախություն։ Հայաստանի Հանրապետությունը ձեռքաբերել իրական անկախություն եւ ձեռքաբերել իրական խաղաղություն։ Նախորդ շրջանի ամբողջ ռազմավարությունը եղել է հետեւյալը, որ ոչինչ թող եւս 30 տարի սենց ձգվելով, քանվելով կիսապետությունից մեկ քառորդ պետություն դառնալով եւ տենց շարունակենք գնալ։ Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ձեռքաբերել անկախություն եւ առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է քան երբևէ, ինքնիշխան է քան երբևէ, խաղաղ է քան երբևէ, զարգացած է քան երբևէ եւ ունի մեծ հեռանկարներ քան երբևէ։ Գիտեք ինչ, ոչ մի բան ձրի չի տրվում։ Պետությունը ձրի չի տրվում։ Ձրի պետություն ունենալն է, այդ որ ասում եք երաշխավոր, բա ինչի չեք ասում, բա այդ որ նոր նկարագրում եք այդ իրադարձությունները, ջերմուկի եւ բանը, բա այդ որ բոլորը տենց հիացական բան են եւ կրկոտ երաշխավոր են, բա այդ ժամանակ մենք ունենք երաշխավոր։ Ձեր ասած նախորդ ղեկավարների ժամանակ ձևավորված, ստորագրած, վավերացրած, երթում կերած անվտանգության երաշխիքներ կային, բայց այդ անվտանգության երաշխիքները ինչի չաշխատեցին։ Որ 30 տարի աշխատել են Հայաստանի պետություն չլինելու հաշվին։ 30 տարի աշխատել են Հայաստանի վասալ լինելու հաշվին եւ չեն աշխատել, որտեվ 30 տարի սահմանին զոհեր ենք ունեցել մենք։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է անկախությունից ի վեր, երբ որ մենք Ադրբեջանի հետ հրաձգության հետևանքով ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Մենք հազարավոր զոհեր ենք ունեցել։ Եվ այսօր այո խաղաղություն է եւ Հայաստանի ժողովուրդը պետքա տեր կանգնի այդ խաղաղության։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար